Էդ ինչ լավ գործի մեջ եք։ Այդտեղ թողած եկած ընկած եղեք ենք հերի։ Արցախից ենք։ Հա, հասկացա։ Բարև տատի ջան։ Բարև ձեզ։ Շատ բարև, շատ բարև։ Մենք առաջ Մաման ասաց 4 կոֆե։ Չէ, վեց։ Իրան է ինձ մի փոս։ Ապրեք, ապրեք, ապրեք։ Հիմա առաջի տարի ուզում ենք լոբի բարենք, հողը մշակել ենք, ուզում ենք լոբի բարենք, տեսանք ստացվում է, բայց այստեղ էլ ես լոբի մենք քյլուսար ենք ասում, բայց ես լոբի փետերից տեղեք չկա, թե որտեղից կճարենք, Հա, ծծերը որ։ էդ էլ չգիտեմ, հիմա դե հալա արխերը անում ենք, անցյալ տարին դեղ մարգեր էի արել, կանաչեղեն բան, հիմա էլ ուզում եմ կանաչեղենը ցանել են, կեսը արդեն դուրսն է հանված։ Իսկ ես էլ ասում եմ տարի լոբի անենք, մեր գյուղի նման տեսնենք, կանաչել վերցնենք, չորել վերցնենք, տեսնենք ինչ հաստացվում։ Այստեղի բնությունը կարծես Մարտունու շրջանի մեր գյուղի օդն է։ Մոծակ չկա կարևորը, հոտաշ ջրեր չկա։ Մեր տեղի նման։ Մեր բնությունն է, կարելի ասած մեր բնությունն է, ժողովուրդն էլ աշխատասեր ժողովուրդն։ Շատ լավ։ Շատ լավ գյուղ է, մարդիկ էլ շատ լավ։ Շատ լավ։ Կարևորը մարդ որտեղ որ լինի ինքը իր տունը Ինքը պիտի ստեղծի։ Ինքը չպիտի սպասի կամ պետության օգնությանը կամ հարևանի օգնությանը։ Դու ինքդ պիտի քեզ համար ստեղծես։ Որ քո երեխան քո թոռը տեսնա բանը մի ուրիշի ձեռին մի կոնֆետ, մի խնձոր, չասի բայ ես էլ եմ ուզում, քո տունը լինի, որ իրենք էլ բանան։ Օգտվի։ Խնդրենք, որ դուք ձեր սիրո պատմությունը պատմեք։ Նշանվեցի 3 տարի սպասեցի։ Ո՞նց եղավ պապի ջան, որ հասկացար, որ ինքը պիտի քոպին լինի։ Դե ճիշտ ասած ինքն էլ ետևից ցանկ է։ Էս սուտ է, այդ մեկը սուտ է, դրա համար չպիտի Երևան գյուղում հարսանիք են, Հարորդի գյուղ։ Ես գնացել եմ հարսանիք, ինքը նկատել է, ես որ գնացել եմ հարսանիք, բնականաբար այդ տարիներին 70 բնականաբար առած մեքենա է գնում, գրքերը վերցրել է գերեզմանոցի մոտ ունկուզենի ծառեկա, եկել է ենտեղ պարապվել։ Տիկին Կամիլայի գրքերով էիք գնում։ Գրքերով եկել է, չէ, իպրե պարապվում է, բայց իմ ճամփուն էր սպասում։ Իմ ճամփուն էր սպասում, որ ես գամ զրուցեմ։ Չէ, դե համագյուղացի մեկա ճանաչում։ Շոխադարձ է եղել է այդ համակրանքայի սկզբանը։ Չէ, իսկ սկզբանը չէ։ Այդ 60-70 ուսումնական տարում թերոր դասարանից եմ ես տեղափոխվել դեռ, քանի որ ասել են գերազանցիկները առանց քննության ընդունում են։ Ես էլ գերազանցիկ էի, գնացի անգետալարացրի հունս, երկու բաժին էր, մանկաբարձական եւ բուժական։ Ես իմ մտքումս 14 տարեկան էի, ասացի մանկաբարձականը վատ գործ է, չեմ սիրում, բուժակային լարացրի եւ հիմա էլ 45 տարի բուժակ եմ աշխատել։ Այդ մի տարի գնաց եկավ, չգիտեմ, գնաց եկավ այդ գյուղ, չէ, ասացի չէ, առաջի տարին չէ, հաջորդ տարին մինչև մարտի 8-ը ասացի դե որ վերջ չտալիս ոչ չէ, մարտի 1-ին, հա ասեցի մարտի 8-ին եկավ նշան, երկու տարի կես նշանած մնացի, ավարտեցի նրանց հետ ամուսնացանք, իր Հերստանը 3 տարի մնացինք, իրան փոքր տեքր ուներ, որ նա էլ ուզեց ամուսնանա, արդեն մեզ համար դեղամը կուրս արկեցինք, մենք 77 թվականին տեղափոխվեցինք, բայց այդ ժամանակ 2 աղջիկ կար արդեն։ Իսկ մինչև այդ սիրահարվածության պահը ո՞նց է եղել։ Շատ հետաքրքիր է սկիզբը։ Այդ ժամանակ ոչ մի պահ էլ, այդ ժամանակ մենք չգիտեինք թե այդ ինչ է։ Հիմա են որ ամեն մի բծախնդիր են ամեն մի։ Չէ, ոչ մեկը չի ասում։
Չէ, ոչ մեկը չի արկադրել։ Ես դեռ չեմ էլ իմացել թե դա ինչ է։ Չեմ էլ իմացել թե դա ինչ է։ Ժամանականի տարեկան եք։ Ես դե 14-ում գնացել եմ։ 14 եք եղել, դուք այդ ժամանականի տարեկան եք եղել։ Ես կարող եմ ինձանից։ 26, 14։ Հա։ Օ։ Լավ, իսկ Չէ, նոր 14-26 մեջ։ Ինքը 19 տարեկան է, ես 26։ Հա։ Հա։ 26-ում եմ։ Դե որ ուտից գնացի 14 տարեկանումը գնացի տեխնիկում, արդեն 15-ումը սկսեցինք հանդիպել, էլի դա 15-ը։ Դե 15-ից ես իշխի տարեկան։ բայց քնությունները այնքան էի բան ասում, այստեղ եք Չերևաս, որպես ես քնություններս կարեշ։ Ձեր ծնողները բեմ էին երևի, հա։ Հա, ասում ես պիտի քնություններս լավ հասնեն, որպեսզի թոշակես չկատարեմ Չերևաս տեղեք։ Հա, չէ, ձգտումով եկա։ Իսկ լավ, նոր սերնդին ինչ կմաղթեք այդ ընտանիք կազմելու հարցում։ Դե հիմա սերունդը առաջվա նման չի, որ ասենք ցանկանանք որպեսզի իրանց ընտանիք։ Վեշտ համուր ընտանիք սկզբում իրար ճանաչեն։ Որ տվյալները Դե հիմա այդպես է։ մեկ լսում ես, Մինչև որ ամուսնությունը ավելի քիչ է, քան բաժանում։ Իսկ Երբեք չեմ ցանկանում ամուր այդպես ընտանիք ունենալու գաղտնիքը ինչու՞ն է։ գաղտնիքը որ պիտի իրար Մեկը հասկանան։ մյուսին հասկան։ Փոխադարձ Պիտի դավաճանեն, հասկացողություն։ պիտի դավաճանեն։ Պիտի հարգանքով իրար հանդեպ հարգանքով լինեն եւ էլ իրենց վստահություն։ Երկուսը մի մեխի խփեն։ Ոչ թե տարբեր։ Չէ, վստահ ամենից գլխավորը վստահությունն է, որ պետք է մեկը մյուսին վստահի։ Թե վստահություն չլինի, ընտանիք չի լինի։ Հիմնական է։ Ու քանի տարի է երկուսով նույն մեխին եք խփում։ Ղարաբաղ 50-ը լրացավ, 27, 25, 52 տարի։ 52 տարի։ Շատ սիրուն է։ մի անգամ ինքը կողոզում աշխատում էր, ես էլ խմոր էի արել, գործից եկա, որպեսզի խմորը գնդեմ։ Մենք իրենք ասում գնդեմ լի, գնդելու ժամանակ տեսա տանը մի մեծ տրաքոց։ Եկա այս մի տունը տեսա 20 լիտրանոց բալոնը օղիով լիքը, այդ ինքնար մեղավոր լրիվ լիքը լցրել է մի քիչ Գազերից տրաքել է։ Չի կարելի լրիվ լցրել, առնվազն մի կես լիտր 700 գրամ պիտի պակաս լինի, այն ռեզբանը շատ չձգի։ Գազերը առաջ պայթել։ Բայց ինչ անեմ, կելականը ասում ինձ վրա Բայց ամբողջը բան է եղել։ Հա, լրիվ պտոր է։ Մի կես լիտր էլ չեմ գա, միջև մի տնից եկա այս մի տուն, սաղ Եկեք սուրճը խմեցեք։ Ասացի, որ գա, այ կարակ այս ինչ պիտի անեմ։ Վախենալուց, որ իրիկ նադեմին արդեն գնում էր հարևան դիգը, թե փոխոսի մարդկաստանի ինքը գոզավոր էր քշում։ Տանի նրանց տեղափոխի, ճանապարհին մինչև իր գալն դեռ կանգնել եմ տխուր, որպեսզի կանգնեցին մեքենան, ասեի ինչ։ Կանգնեցրալ ասում, բայց սա բալոնը թափալ արավ։ Այդ մի բան է, որ ինքը զիջա, չի խոսացել, որովհետև ասել իրան պատճառով է։ Ու շատ լցրել է եւ ուժեղ էլ փակել է։ Բայց նույնիսկ երբ որ իր պատճառով է եղել, դուք անհանգստացել եք, որ հանկարծ չմեղադրի։ Հա, անհանգստացել եք, հա։ Բայց տանք գլուխը պիտի տղամ։ Այո։ Բոլոր դեպքում է եկա սխալ է, որ ասում հավասարություն, հա, որոշ տեղեր պիտի հաշվի առնեն, բայց ինքը ձևի է, հաշվի չի առնում, ասում որ ես պատր ասես սևա պիտի սևա, 50 տարի ասում ասես սևա, ասում եմ սևա։ Ահա այսպես տարիների ընթացքում սերն ու վստահությունը մեծանում են։ Տատիկի ու պապիկի պատմությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ իսկական սերը չի անցնում ժամանակի հետ։ Եթե այս պատմությունը ձեր դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի շարունակենք այս ճանապարհը միասին։ Ու մի մոռացեք, գրեք մեկնաբանություններում ինչ զգացիք այս պատմությունը լսելիս։ Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է։